Հեռացնելու իշխանության ծրագիրը չիրականացավ, տեսակետներ կան նաև մամուլում տեղեկություններ, որ փորձ է արվում ընտրություններից հետո նորից վերադառնալ այդ թեմային, նաև դրանով է պայմանավորված, որ Արտեմ կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանն էլ պատարագի չի գնում, ներկուսակցական քարոզարշավի է, Էջմիածնի գանձերը Հայաստանից տանելու վերաբերյալ անգամ դատախազությունում որևիցե գործ չկա, հայտարարվում է, որ սա ամբակորկոր հայտարարություն է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչու իշխանությունը այս հարցում զատնի դրեց։ Նախ իշխանությունը այս հարցում զատնի չի դրել, Փայլակ ջան, որովհետև այն process-ը, որը որ սկսել է, այլևս անդառնալի է, այլ հարց է, թե ինչ փուլում եւ ինչ ժամանակացույցում, ինչպես ասաց Ռոզանը, ինչ գործողություններ կարվեն, այդ գործընթացը սկսվել է, Կտրիչ Ներսիսյանը որևիցե ձևով չի կարողանում, ինչ ա եղել։ Ինչն է քեզ տենց ուրախացնում չեմ հասկանում անկե որևիցե ձևով չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում որոշումներ կայացնել, այդ process-ը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կավարտվի իր բնականon ձևով, ինչ վերաբերում է վարչապետի պատարակներին գնալուն, դա իր անձնական որոշելիքն է, ինքը գնալու է, էլի է գնալու, ես վստահ եմ, խոսել եմ իր հետ դրա մասով, նույնիսկ քարոզարշավի հետ կապված մենք խոսակցություն ենք ունեցել, ասել է ես չեմ կարող, ես պետք է գնամ պատարակների, պետք է ինչ-որ ժամանակացություն հենց անենք, բայց դե ասենք մարդու անձնական աղոթքի հետ կապված, կարծում եմ, ես չէ որ պետք է խոսեմ, որովհետև ինչա։ Լսեք, չի խոսում, ոչ, չի խոսում, այդ խոսում է այն բանի մասին, որ Փաշինյան ունի պատասխանատվության շատ բարձր աստիճան իր մեր երկրի, իր գործողությունների և հախուռն որևիցե բան չի անում, այլ ամեն ինչ անում է շատ հաշվարկված և իմանալով, թե երբ ինչ է պետք անել և վստահեցնում եմ ձեզ, ասենք, ես ուղղակի զարմանում եմ, մեկ իմ մոտ տպավորություն է, որ դուք տենց ուզում եք ասեք այն ինչին դուք հավատում եք, այլ ոչ թե այն իրականությունն է։ Լսեք, ես խոհանոցում նստած ջադուների բամբասանքները չեմ մեկնաբանում։ Ամեն ջադու, որ խոհանոցում նստած, ինչ որ մեկի մասին խոսում է, բամբասում են, ես էլ իբր երեխա ունեմ, ինչ ասես, սաղի մասին ինչ որ բաներ են խոսում, հա։ Հիմա ես ստեղ կանգնած, դուք այսքան լրատվամիջոցներով, բա իմացաք մեր հարևան Վարդուշը իրանց սենյակում նստած ընկերուհուն բան պատմեց։ Երեխեք, թարգեք այդ ամեն ինչը, հա։ Հարցնում եք քաղաքական հարց, ասում եմ, այդ process-ը ավարտվելու է նրանով, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է։ Կտրիչ Ներսիսյանը ժամանակին մնացած բոլորով հանդերձ, հա, ինչքան ինստիտուտ կար, պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը համընտրությունը կրեց, հեսա հաջորդ ընտրությունն է կրելու եւ այլ։ Ինչ եք ուզում եմ հասկանամ, հետքալ չենք անում, լսեք, որովհետև չենք ուզում որևիցե ձևով այնպիսի բան անենք, որը որ կարող է ընկալվել Հայաստանի Հանրապետության վարկանիշին կամ Հայաստանի Հանրապետությանը վնասելու։ Այդ ռամապանությունը։ Լավ դե հիմա հարց տամ, էլի։ Լավ դե հիմա եմ դու սկզբից հենց անձամբ դու եկել էիր ստեղ, ինձ ասում էիր, սա հարձակում է եկեղեցու վրա։ Դրանից հետո եպիսկոպոսները սկսեցին մեկը մյուսից հերթ չտալով հրաժարվել եւ միանալ։ Եկաք չասեցիք, բայց այդ մարդիկ լավ էլի, մի խնդրում եմ, ժողովուրդ, ամեն մի լույս, եթե հիմա ստեղ մի հատ լույսը անջատվի, դա չի նշանակում, որ շենքում լույսի խնդիր կա։ Ամեն մի քայլը գալ ասել, ահա, ձեր մոտ չստացվեց եւ չգալ ասել, ահա, լսեք։ Ադմինիստրատիվ ռեսուրս չեք տեսել, որ ադմինիստրատիվ ռեսուրս տենակ, Կտրիչ Ներսիսյանին կկանդալեն, կտանեն, հանգստացեք։ Կարնի ջան, կրկնում եմ։ Չէ։ Կարնի ջան, 1700-ամյա եկեղեցում ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որը որ աղոթել չգիտի, որը որ հայրմերը չգիտի, ոչ է խաչակնքվել գիտի, ձախողվել է ինքը։
մենք եկեղեցու հետ կապված որևիցե գործողություն չենք արել։ Մենք գործողություն ենք արել, անելու ենք որպես մարդիկ, ովքեր որ հավատում են, իսկ իրավապահները գործողություն են անելու այն մարդկանց վրա, այն մարդկանց հետ կապված, ում հետ կապված կան դրա առիթները։ Ու մի զարմացեք։